Ես արդեն մեկ անգամ արձագանքել եմ ազգային ժողովի նիստերի դահլիճում, ավելացնելու շատ բան չունեմ։ Հրաժարականի պատճառները պարոն Պողոսյանը հստակ շարադրել էր եւ ես կարծում եմ պետք է հնարավորություն ընձեռել, որպեսզի իրավասու պետական մարմինները, որոնք այժմ այս պահի դրությամբ նաեւ այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարել եւ քննություն են ընթանում, իրենց պարտականությունները կատարեն եւ այս հարցում կարծում եմ մեկնաբանությունների առիթ եւ հնարավորություն դեռևս կունենանք։ Այս պահին սպասենք այդ աշխատանքների ավարտին։ Տիկին նախարար, հրաժարականի պատճառը ներկայացրել է, չեմ ուզում իմ անունը լինի Ալիևի կողքին, դա ինչ պատճառ է, դուք որպես արդարադատության նախարար դա պատճառ եք համարում։ Յուրաքանչյուր մարդ իրավասու է իր հրաժարականը պատճառաբանել այնպես, ինչպես ինքն է նպատակահարմար համարում եւ տվյալ պարագայում նորից ասացի, ինքը իր հրաժարականի պատճառները հստակ շարադրել է եւ տվյալ դեպքում ես համարում եմ, որ դա իր կողմից պատճառաբանություն էր հրաժարական ներկայացնել։ Ձեր համար ընդունելի է որպես նախարար նման պատճառաբանությունը։ Ես որպես նախարար ցանկացած անձ, ով ներկայացնում է հրաժարական եւ փաստարկում է դա այս կամ այն կերպ, ես պետք է դա ընդունեմ եւ դրան վերաբերեմ որպես փաստի, իսկ դա արդեն գոյություն ունեցող։ Արդյոք դա փաստարկ է եւ այդ դեպքում ինչու է ուսումնասիրություն կատարում, եթե ընդհանրապես Ալիևի այսպես անունն է այդտեղ շրջանառվում։ Դուք ուշադիր չեղաք, ես տարանջատում մտցրեցի։ Անձը տարանջատել է եւ անձը իր հրաժարականի հիմքում դրել է որոշակի պատճառաբանություններ։ Լավ, իսկ կոնկրետային հրապարակումները, որոնք եղել են, դրա հետ կապված արդեն քննություն է կատարվում։ Այսինքն յուրաքանչյուր պետական իրավասու մարմին անում է այն պարտականությունները, որոնք նախատեսված են օրենքով։ Իսկ ինչ հրաժարականի հիմքում ինչ պատճառ դնել, դա յուրաքանչյուր հրաժարական տվող անձի իրավունքն է։ Եվ այստեղ իրավունք, այսինքն հնարավոր է կեղծ է այդ պատճառը իրականում։ Պատճառաբանությունները, այստեղ պաշտոնական փաստաթղթի մասին անգամ չենք խոսում, որ կեղծ կամ ճշտի մասին խոսենք։ Նորից եմ կրկնում, հրաժարական տալով յուրաքանչյուր մարդ ինքը համարում է, որ այս կամ այն պատճառը իր համար համոզիչ է, հա, եւ դնում է այդ պատճառաբանությունները իր հրաժարականի հիմքում, ինչը կատարել է պարոն Պողոսյանը։ Թե պետական իրավասու մարմինները դրան ինչպիսի վերաբերմունք կցուցաբերեն եւ արդյոք միայն հրաժարականում նշված պատճառաբանությունները կհամարվեն որպես հրաժարականի իրական պատճառ, դա ցույց կտա ժամանակը։ Արդյոք դուք որպես նախարար գոհ եք ԴՀԿ պետի աշխատանքից։ Մի կողմ դնենք օֆշորը։ Միհրան Պողոսյանի աշխատանքը նախ եւ առաջ համարում եմ, որ իրականում այստեղ մի քանի շեշտադրումներ պետք է կատարել։ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը իր բնույթով յուրաքանչյուր երկրում եւ սա միայն Հայաստանի Հանրապետությունում չէ։ Ինքը գործ ունի շատ թույլ տվեք ասել նաեւ, թեև որպես նախարար եմ խոսում, բայց այդուհանդերձ որպես քաղաքացի էլ ասեմ, շատ տհաճ գործառույթի հետ է առնչվում։ Այսինքն յուրաքանչյուր ծառայություն, որը պետական հարկադրանք է կիրառում, երբևէ եւ որևէ պարագայում, հատկապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում, նկատի ունենալով նաեւ երկրի սոցիալական վիճակը եւ այլն, երբևէ չի կարող գոհունակություն հարուցել իր ֆունկցիաների գործադրման տեսանկյունից։ Սա ինչ որ առումով անգամ բնական երևույթ է եւ ես ուզում եմ այստեղ ոչ թե մենք երեսպաշտությամբ զբաղվենք եւ ասենք, որ գիտեք, այսպես չի, այնպես, այլ պարզապես իրականում ընդգծենք, որ դատական հարկադրանք կիրառող պետական մարմինների գործունեությունը ուզում եմ ընդգծել օրենքով նախատեսված իրենց լիազորությունների իրականացումը, հա, արգելանք կիրառել, բռնագանձում տարածել, որոնք օրենքով իրենց են վերապահված։ Երբևէ չի կարող, այսինքն գոհունակություն հարուցել եւ այդ տեսանկյունից բնականաբար քաղաքացիների մոտ դժգոհությունների արկայությունը եւ կամ դրա բարձր տոկոսը ես համարում եմ ինչ որ առումով նույնիսկ արդարացված այս տեսանկյունից։ Ինչ վերաբերում է իմ տեսակետին, ապա ես համարում եմ այսպես, ցանկացած աշխատանքում կարող են լինել թերություններ եւ այդ թերությունների հետ կապված ես իմ իրավասությունների շրջանակում համապատասխան գործողություններ ձեռնարկել եմ կոնկրետ երևույթների հետ կապված, երբ որ ստացել եմ քաղաքացիների դիմումներ, դժգոհություններ, բայց գործունեության հետ կապված, օրինականության հետ կապված դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը եւ ոչ թե ես չեմ ուզում գնահատեմ կոնկրետ անձի գործունեությունը, դա ծառայություն է, որը գործել է։ Այն գործել է հիմնականում իր լիազորությունների շրջանակում, այսինքն հարուցել է վարույթներ, արգելանքներ տարածել ու բռնագանձումներ կիրառել։ Սա ձեզ համար կորուստ էր Պողոսյանի հեռացում, որպես գիտեք, ես այդ հարցերին կոռեկտ չեմ համարում, հատկապես հիմա պատասխանելը։ Ճիշտ չեմ համարում նման գնահատականներ հնչեցնելը եւ առհասարակ համարում եմ նաեւ, որ նման հարցադրումները ի սկզբանե եւ դրա նույնիսկ դրա հնչեցրած ցանկացած պատասխան ի սկզբանե որևէ օգտակար գործողություն, օգտակարություն իրենց մեջ չեն պարունակում հասարակության տեսանկյունից։ Իսկ եթե քննությունը կպարզի համապատասխան, ես հիմա դուք հիմա ինձ ստիպում եք կանխակալ սկզբանե գնահատական հնչեցնել իրավապահ մարմինների, ուրեմն գնահատական իրավապահ մարմինների, ուրեմն գործողությունների, որը ապագայում պիտի տեղի ունենա։ Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել հարգելի լրագրողներ,
մի քանի տարբեր առիթներով նշել եմ, որևէ լարվածություն հավաստիացնում եմ ձեզ, թեև դուք սովորություն ունեք կամ գուցե այդպես է ձեր աշխատանքը, որ անկախ նրանից ինչ է ասում պաշտոնատար անձը դուք վերլուծում եք այլ բան կամ ներկայացնում կամ գրում եք այն ինչ դուք եք մտածում, ես ուզում եմ եւս մեկ անգամ ասել, որևէ լարվածություն չի եղել, հարաբերությունները եղել են շատ նորմալ, շատ աշխատանքային եւ ցանկացած խնդիր, որը ծագել է աշխատանքային գործունեության հետ կապված, հարթել ենք նորմալ հարաբերությունները պահպանելով եւ նորմալ հարաբերությունների շրջանակում։ Մնացածը արդեն, մնացածի հետ կապված արդեն ներկայացված է ամեն ինչ։ Շատ բան չկա ավելացնելու, անկախ նրանից, թե դուք ինչ նույնաբնույթ հարցերի վերաբերյալ ինչպիսի ձևակերպումներով տարբեր հարցադրումներ աշխատանքում։ Այն նոր պետ է։ Այնինչ, ուրեմն խնդիրներ կան, որոնք իմ ուշադրության կենտրոնում են եւ անկախ նրանից պարոն Պողոսյանը շարունակել պատասխանել, թե նոր հիմա կգա արդեն նոր ծառայության ղեկավար, մենք այդ խնդիրներին անդրադարձ կատարելու ենք եւ քաղաքացիների դժգոհությունների հետ կապված հատկապես արգելանքների կիրառման հետ կապված կոնկրետ օրինակ ասենք նպաստների հետ կապված, որոնք միակ աղբյուր են եկամտի եւ այլն, կան որոշակի խնդիրներ, որոնք ոչ միայն ԴՀԿ ծառայության հետ են կապված, այլ նաեւ հարակից այլ ծառայությունների, բայց ԴՀԿ ծառայությունը այստեղ անելիք ունի եւ արդեն իմ կողմից որոշակի քայլեր եւ հանձնարարականներ տրվել են, որպեսզի հստակեցումներ մտցնեն մեր քաղաքացիների դժգոհությունները փորձենք վերացնել, բայց նորից եմ ուզում կրկնել, շատ կարեւոր է շեշտադրումը ես անել, երբ որ նույնիսկ ԴՀԿ ծառայությունը գործում է հստակ օրենքի տառին համապատասխան, դժգոհությունը օբյեկտիվորեն քաղաքացու մոտ չի կարող չառաջանալ, եթե օրինակ արգելանք են տարածում իր պարտավորության համար իր գումարի